Ընտրեցին, հաշվեցին, համաձայնեցին։ Ի տարբերություն Գյումրիի, Փարաքարում ամեն բան ընթացավ հարթ ու նույնիսկ համերաշխ։ Քվեարկության արդյունքով առաջատարը ընդդիմադիր միասնություն դաշինքն է 57%-ից ավելի ձայնով։ Հետևաբար քաղաքացիական պայմանագրին և մյուսներին կոալիցիա կազմելու շանս չտրվեց։ Փարաքարում հավաքել ենք 57%, ԿՊ-ն 32%։ Վալոդյա Գրիգորյանը արդեն առանց որևէ խնդրի, առանց համայնքի ղեկավարի ընտրության միանգամից դարձել է համայնքի ղեկավար։ Կոալիցիայի կարիք չկա, մեր թիմը միաձայն հաղթել է ու որևէ կոալիցիայի կարիք չկա, մանդատների մեծամասնությունը մեր թիմինն է ու առանց որևէ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու կառավարելու ենք համայնքը։ Էական միջադեպեր չեն եղել, փոքր տենց թեթև թերություններ, որոնք բնականա չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, օրվա մեջ կարգավորվել են։ Ուղղորդումներ, բաց քվեարկություն, փոխերագներ։ Անկախ պարտությունից ընտրությունն արդար են համարում մյուս բոլոր թեկնածուները, ընդդիմության առաջնորդին առաջինը շնորհավորեց ՔՊ-ից առաջադրված Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Սիրելի Փարաքարցիներ, շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։ Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։ Փարաքարը մեր տունն է ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքարի համայնքի զարգացման համար։ Տպավորիչ հաղթանակ, այսպես է Վալոդյա Գրիգորյանի հաղթանակը որակում Կայունություն կուսակցության թեկնածու Գոռ Սարիբեկյանը։ Սա այն չէր, ինչ ես ակնկալում էի, բայց ժողովրդի ձայնն է որոշիչը, որը պետք է ընդունեն և հարգեն բոլորը։ Լիահույս եմ, որ ընտրողների ակնկալիքներն արդարացվելու են և Փարաքար խոշորացված համայնքում մարդիկ ապրելու են հավասար, անկաշկանդ, առանց վախի և թափանցիկ ինքնակառավարման ներքո։ Ընտրության արդյունքը չի վիճարկում նաև Ազգային առաջընթաց կուսակցության թեկնածուն։ Իհարկե արդար եմ համարում ընտրությունները, Վալոդյա Գրիգորյանը բավականին բարձր քանակով ձայներ հավաքեց։ Շնորհավորում եմ իրան։ Փարաքար համայնքում 20,967 ընտրողից մասնակցել է 11,528-ը, անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ստացել է 3669 ձայն, ընդդիմադիր միասնություն դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը 6508 ձայն, Ազգային առաջընթաց կուսակցության թեկնածու Դավիթ Մինասյանը 900 ձայն և Կայունություն կուսակցության թեկնածու Գոռ Սարիբեկյանը 426 ձայն։